հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենան առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից երբ է լինելու եւ ինչ թվի մասին է խոսքը եւ քաղաքացին ինչպես է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ինչ ծառայություններից է օգտվելու, որքան վճար կա հատկացված իր համար։ Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է եւ այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան 65+ տարիքի անձինք եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցող 28 բալից ավել ունեցողներն են։ Նրանք մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախորոք ճշգրտված եւ մինչեւ հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։ Հաջորդ խումբը ուրեմն ապահովագրավճար վճարողներն են, նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը, այսինքն հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։